Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, բարև ձեզ, սպասված զրույց է լինելու, ինչպես միշտ, պարոն Էդգար Ղազարյանի հետ, միշտ մեր հարցազրույցները շատ դիտումներ են ունենում, պարոն Ղազարյան, եւ վստահ եմ այս հարցազրույցը եւս սպասված է եւ կգնահատվի մեր հետևորդների կողմից, բայց նախքան մեր զրույցը սկսելը, նաեւ կխնդրեմ, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն տեսանյութը, եթե ցանկանում են նաև կիսվեն եւ գրեն մեկնաբանություն։ Եվ առաջին հարցը, պարոն Ղազարյան, ես ձեր տեսակետը կուզեմ լսել, չեմ լսել դեռ ճիշտն ասած, գուցե ինչ որտեղ խոսել եք, նաև կուզեմ մեր եթերում այդ մասին խոսեք։ Ձեր կարծիքով 30 տարվա ամուսինները, թեև այդպես էլ իրենց ամուսնությունը չգրանցեցին եւ դե յուրե ամուսիններ չեն եղել երբևէ։ Ինչու որոշեցին Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը ամուսնալուծվել, Աննա Հակոբյանը որոշեց լքել կառավարական առանձնատները եւ ինչպես դուք եք սիրում ասել, ազատ աղջկա կյանքով ապրել։ Նախ, մինչև մեր հարցազրույցին անցնելը, քանի որ այսօր շատ կարևոր եւ գեղեցիկ տոն է, ես ուզում եմ օգտվել առիթից եւ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի գեղեցիկ գարնանային տոնի առիթով, մաղթելով, որ նրանք միշտ ունենան բարձր տրամադրություն եւ ուրախ օրեր։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, անկեղծ ասած, այդ ընտանիքի կյանքում ոչ մի նորմալ բան գոյություն չունի։ Հետևաբար նրանց հարաբերությունների ոչ մի դրսևորում նորմալ մարդկային հարաբերությունների ենթատեքստով մեկնաբանություններ անելը դժվար է։ Այսինքն սա այն ընտանեկան զույգը չէ, էլի, որ նախ որպես ընտանիք նորմալ ընտանիք հանդես գային, որ բաժանվելուց էլ բաժանվելը նորմալ լներ։ Ինչ կա դրանց կյանքում աննորմալ է եղել ու դրա համար տարբեր մեկնաբանությունների պատճառ է հանդիսանում։ Ասենք, ունենք տարբեր վարկածներ գոյություն են։ Մի վարկածը այն է, որ հիմա ընտրական օրենսգրքում նոր փոփոխություն է կատարվել, որ եթե բարի գործությունը ասոցացվում է քաղաքական ուժերից որևէ մեկի հետ նախընտրական շրջանում, ապա դա տվյալ կուսակցության կամ ուժի տեխնատության գրանցման չեղարկման պատճառ կարա հանդիսանա։ Քանի որ Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ներգրաված էր այդ հիմնադրամի ծրագրերում, մասնավորապես այն տգետների դպրոցում, հիշում եք, շաբաթը մեկ անգամ, երկու անգամ սեանսներ էին կազմակերպում, որը մի օրում խրտ կտրվեց, ասենք, չհասկացար, այդ ինչ դասընթացներ էր, ինչ վերապատրաստում էր, ում էր դա ուղղված, չէ, մասնակիցները ոնց էին ընտրվում, ինչ ծրագիր, ոչ մի բանը հստակ չէր։ Անկապ մարդու կնիկ վերցնում էին այդ վարչական ռեսուրսով, այդ համայնքի ղեկավարներով, մարզպետներով դալիճները լցնում, հետո ինչ-որ անհասկանալի ելույթներ էին ունենում, թողնում գալիս էին։ Հիմա կարա դրա հետ կապված լինի, որ իբր իր կինը չի, իր հետ կապ չունի, «Իմ քայլը» շարունակի այդ ծրագիրը իրականացնել։ Սա այն դեպքում, եթե նրանց այդ բաժանումը սուտ է։ Եթե այդ բաժանումը կեղծ չի, իրական է, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանից վտանգներ է զգացել եւ ինքն է իրան այս պերիոդում, այս ժամանակահատվածում հեռացրել իրանից, այսինքն Աննա Հակոբյանը ոչ թե կամավոր է գնաց այդ առանձնատներից, այլ վռնդվել է բանի կողմից, Փաշինյանի կողմից, դա էլ է հնարավոր, որովհետեւ Աննա Հակոբյանը այն միակ մարդն է բնության մեջ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերվել է առանց թիկնապահների ներկայության։ Ու ինչ զուլում ասես, դա դրա գլխին կարար բերեր։ Ինձ թվում է դրանից է վախեցել, ասել է այս խառը ժամանակաշրջանում ավելի լավ սա ընդհանրապես հեռու լինի, մանավանդ որ Աննա Հակոբյանն այս սովորական տեսակ չի, էլի, նա իշխանության ձգտող, իշխանության մեջ ազդեցություն ունեցող գործիչ է, ու Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ դա իր գլխին մի փորձանք կբերի։ Ու հեռացրել է, որովհետև այդ կառավարական առանձնատներով, բացի դրանից, որ իրանց այդ ապարանքը, որտեղ որ իրանք ապրում են, հսկայական մի հատ շինություն է, բազմաթիվ սենյակներով, ասենք, ինչ էր խանգարում, չէ, որ նանդե մի սենյակ հատկացներ, նանդե առանձին թեկուզ ապրեր։
Բացի այդ առանձնատնային տնտեսությունում դատարկ առանձնատներ կան, որոնց մարդ չի ապրում։ Ասենք կարար ասել գնային կողքի տանը ապրի, ոչ մի խնդիր չկա, չէ, պետական պահպանությունը բանը, թեկուզ էլի առանձին ապրեն, պետք չի շատ չխուր անել, գնային կողքի տանը առանձին ապրի, եթե այտենց անհաշտ են չեն ուզում իրար հետ ապրեն բան։ Բայց ընդհանրապես այդ առանձնատնային տնտեսությունից հանելը հենց այդ բանն է, որ վախեցել է դրանից։ Իմիջիայլոց ասեմ, ես սրանց հարաբերությունների մեջ լարվածության նշաններ նկատեցի այն ժամանակ, որ դա իշխանություն կիսելու հանգամանքներով կարա պայմանավորված լինի։ Երբ որ այդ ԿՊ-ի ցուցակում առաջադրվելու համար հիշում եք, որ տեխնատուներ սկսեցին առաջադրվել մի քանի ամիս առաջ։ Ուրեմն ոչ այդ Հրաչը առաջադրվեց, ոչ Լենա Նազարյանը առաջադրվեց։ Լենա Նազարյանը Իմ քայլը հիմնադրամի օգաբարձուների խորհրդի նախագահն է հիմա։ Աննայի հետ ամենամտերիմ հարաբերություններով։ Ոչ սրա ազգակացիկն բոլոր այն գործիչները ԿՊ-ում, որոնք որ ավելի շատ Աննա Հակոբյանով էր իրանց ազդեցությունը դերը պայմանավորված։ Դրանք այդ ցուցակում նույնիսկ չեն էլ առաջադրվել, չեմ ասում, որ երրորդ տեղն են գնացել ինգե։ Չեն էլ առաջադրվել։ Սա ինստիտուտների դպրոց էր, որ միանգամից մի Ռուբիլնիկով անջատվեց, սա էլ էր մտահոգությունները, այդպես նշաններ էր, էլի թե ինչ եղավ։ Ու ինձ թվում է սա ինքն է Աննային տնից, մտածելով, որ դա վտանգ, մանավանդ այդ Աննա Հակոբյանի այդ ցուցադրական այդ բանը, չէ, տեսանյութ հրապարակելուց, ասենք այդքան ամուսնալուծություններ են եղել, այդ որ մի կնիկն է, էլի վեշերը դրե վիդեո նկարը ասելա ես գնում եմ, ես տանում եմ, եսի թողնում եմ, ասենք ումա չէ պետք դու ինչն ես տանում, ինչն ես թողնում, մանավանդ որ լրիվ ցույց չես տալի, ուրիշ բան հատիկ ցույց տարի, մենք իմանայինք, ասենք վերջ ինչն է տանում։ Դե բաներ կա, որ տենց է չիմացանք, տարել է, չի տարել։ Օսկար Կատվին օրինակ ինչ եք կարծում։ Այդ կատվի հարցնա, շորերն, ասենք, օրինակ շորերից մի քանիսը ցույց է տվել, որ եսի թողնում եմ։ Լավ, դες է։ Բա ո՞րն է ստանում։ Մատ հատիկ, եթե ցույց տալով է, այն ալկերն չես փակե կանգնե դեմել, մատ բացի հերթով ասա Ժողովուրդ ջան, եսի տանում եմ, եսի, չգիտեմ, ինքը ինձ էս ինչ օրներ առե, էս ինչ է, էս ինչներ տվե։ Օրինակ են, որ դուրս էին եկել փողոցում քայլում էին ամառը։ Նա կոմբինացիայի պես շոր էր հագել։ Օրինակ դու գիտես էդի տարել է, թե թողել է։ Ես էլ չգիտեմ, բանջի պիտի չիմանանք։ Հիմա հանեց ցույց տա տենանք ուր է շորը։ Բայց մեկը որ թողել ասում այսի պետության կարիքների, այսինքն իր շորերը թողնում է պետության կարիքների համար, էլ հեսա վաղը միսօր երևի իր մտածելով պիտի աճուրդներ կազմակերպեն։ Աճուրդներում վաճառվի ենթադրենք Աննա Հակոբյանի շորը, որով ինքը գտնվել է ենթադրենք Արցախի պաշտպանության բանակի բունկերում։ Բունկերում իր շորը վաճառվում է։ Դες երևի մտածում եմ, որ այդպես պիտի լինի, էլի, որտեղ հնարավոր է պետական պաշտոնյաները հակնեն, պարոն Ղազարյան։ Դե ով պիտի լինի, ես հələ չեմ տեսել, որ Սրբուի Գալյանը մի հատ շոր հակնի, ասի սա Աննա Հակոբյանը գնալուց որ թողել էր, այդ շորերից է, որ ես հակնում եմ պետական կառույցնակ վարչապետ այդ ավտոբուսի մեջ կարա, տենա ինչ է թողել Աննան այդ շորերից, բաժանի, ասենք մեկը այն Ալփի Դավոյանին, մեկը Ալխասին, մեկը Սրբուի Գալյանին, մեկը Թակուի, ինչ է Արուսյակ Ջուլակյան, ամենքի մի բան տա։ Վերջը տենա որի ռազմերով ինչի կլինի, դե 1000 ձևի շոր կարա լինի, ամենքի մի բան կարա հասնի, էլի, հիմա պարտադիր չի սաղերևային շոր գնա, շորեր կա, որ կարանակ չերևա, բայց ամեն մեկը մի բան ստանա, էլի դրանից։ Որ իմանանք շարունակվում է դա ծառայել պետությանը։ Իհարկե ամեն ինչը դե պարզ է, մեր սարկազմը, մեր հեգնանքը եւ այլն, սա ցույց է տալի այն աննորմալ բնույթը հարաբերությունների, որ ի սկզբանե է գոյություն ունեցել եւ հիմա էլ գոյություն ունի նրանց հարաբերություններում։ Պարոն Ղազարյան, թեև նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել եւ ընտրություններին դեռ ժամանակ կա, բայց իշխող կուսակցությունը իր
գրեթե ողջ կազմով, համենայն դեպս հանրությանը հայտնի կարկառուն թվականների ուղակի մասնակցությամբ եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավներ է իրականացնում հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, բնակավայրերում։ Եվ տարբեր դրվագներ ենք մենք տեսնում, օրինակ Նիկոլ Փաշինյանը կնոջ առևտուրն է տանում, մի ուրիշ դրվագում մարդկանց վրա մունաթ է գալիս, ասում է գնացեք իմ Դուբայի տները քննարկեք, երբ որ այդ մարդիկ ինչ որ հարցեր են բարձրաձայնում, մեկ այլ դրվագով բանավեճի է բռնվում քաղաքացու հետ, երբ վերջինս վեհապար հայրապետին է պաշտպանում, Արցախն է հիշատակում եւ այլն։ Սա ձեր կարծիքով այս քարոզարշավը ի օգուտ Նիկոլ Փաշինյանի է, թե ի վնաս նրա է, եւ նրան ձայներ կապահովի ավելի շատ, ինչ եք կարծում։ 65%-ի մասին էր խոսում երեք։ Ուրեմն նախ ասեմ, թե ինչա հիմա կատարում։ Նրանք այդ կուսակցական քվեարկությունը, որ կազմակերպեցին, ընդ որում իրանց կողմից սահմանված նման պահանջ կուսակցությունների մասին օրենքով գոյություն չունի, որոշեցին այդ ամենաշատ քվե ստացած ներկուսակցական քվեարկությունով 50 հոգու։ Հիմա այդ դավաճանաբուսի ուղևորները, ես դա ավտոբուս չեմ համարում, դա համարում եմ դավաճանաբուս։ Այդ դավաճանաբուսի ուղևորները այդ 50 հոգին են, որոնք որ ստացել են առավել շատ քվեներ, եւ այն ինչ որ իրանք ներկայացնում են, դա ներկուսակցական քարոզարշավն է, այսինքն ինչի համար, որ մինչև ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը պիտի որոշեն, թե դրանցից որն է առաջի համար, որը երրորդ, որը ութերորդ, չէ, եւ այլն։ Հիմա դա պիտի լինի իրանց ընդհանուր ժողովի այդ համագումարի որոշմամբ։ Հիմա իբր այս քարոզարշավը անում են, որ ներկուսակցական քվեարկությամբ որոշեն, թե որ համարն է ալնելու։ Բայց դրա անվան տակ իրականացնում են բաց քարոզարշավ, այսինքն ոչ թե երթում են մարզեր հանդիպելու իրենց կուսակցության կառույցների հետ, մարզերում իրանց քպեականների հետ, ժողովներ անում, ներկայացնում ամեն մեկ իրան, այլ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը անձնապես իրականացնում է բաց քարոզարշավ եւ այդ դավաճանաբուսի ուղևորները, եթե ուշադիր եք, ես ամենայն դեպս հետևում եմ էլի դրանց գործողություն։ Այդ քարոզարշավին չեն էլ մասնակցում։ Օրինակ ասեմ, թե ինքը այդ միկրոֆոնը վրան խփած, էթումա, չէ, այդ ինչ որ նկարագրեցիք մի քանի դրվագներ։ Սրա իրերն է տեղափոխում, դրա չգիտեմ կոշիկներն է լկստում, դրա եսի մի այդպես բան չի արել, բայց կան ինքը ասել է, ոչ չնայած այդ ինքը ասել է, որ դիվանագիտության մեջ է այդպես բաներ անում։ Հա, այդ իր պատկերացումներով։ Բայց կարող է, հիմա ասենք թե քարոզարշավը կարող այդ սուջուխ են ուտում, կուկուռուզ են ուտում, չէ։ Հիմա ասենք եթե մեկն էլ կողքից ասի, գիտես ինչ, պարոն վարչապետ, ահագին մարդ կա, շուն պահող է էլի Հայաստանում։ Եթե դուք այդ ավտոբուսում Ալենի հետ պեդիգրի ուտեք, այդենք սիրուն ամանը դնեք, ասենք եթե երկու աման պեդիգրի տենց ավտոբուսի մոտ դրածել, իրանք ավտոբուսից իշտեն ինքն ու Ալենը, տենց չոքը խփեն գետնին ու պեդիգրի ուտեն, ասենք այ որ տենց անեք, ով շունա պահում կուրախանա, դե իրանց դուրը կգա։ Կասետես մեշների պես են ուտում։ Ու իր հեղինակությունը կարող անեն, գիտես, ասենք եթե մեկը կողքից ասի այդպես մի բան արա, հետո էլ հաջորդ էտապում ասեն շուպահողների շրջանում շատ մեծ ոգևորություն է առաջացել, դուրներն եկել է։ Բայց ահագի մարդը կատու է պահում։ Վիսկսը պիտի ուտեք։ Մի օրը փոխեն վիսկսի։ Բա ուզում եմ իմանամ, ասենք այդ իրանց կուկուռուզ ուտելը, եթե իմ ասածը չի, բա ի՞նչն է, չէ։ Բայց դուք զգացել եք, որ ամեն բնակավայրի հետ կապված մի բան ուտում են։ Օրինակ, որ Սիսիան գնան, ինչ են ուտելու, հետաքրքիր է։ Դե սառը ինչ որ բան պիտի ուտեն, էլի։ Ըստ ընդեղ տարածված լոկալ արտահայտությունների հաշվի առնելով միջանոց Ռոմանոսը չկա իրանց այդ ավտոբուսի մեջ, չգիտեմ հա, երևի չէ 50-ի մեջ չի եղել, կարող է դրա համար չկա։ Ամեն դեպքում կունենան այդպես լոկալ բաների մենյուով ինչ-որ տեղի բայց ուզում եմ հասկանամ, ասենք այդ իրանց ուտելու ցուցադրելու իմաստը որն է, չէ։ Դա բանը խարդախությունն է, չէ։ Դրանով ցույց են տալի, որ իբր իրանք այտենց համեստ
ասեք Ալեն Սիմոնյանը այդ սովորական պերաշկի ուտող մարդ է։ Շատ է որ այդ պերաշկի ուտելու երեկոյան ինքը քաղաքի ամենաթանկ ռեստորանում կազմակերպում ամենաթանկ ընթրիքը իր ընտանիքի համար, չէ՞։ Որտեղ ասած որ 350,000 դրամի մենակ հաշիվ է փակել մոտավորապես։ 350 բանը կարտոշկայի պերաշկի ինչքան կարտոշկավ են, չէ՞, դու մսով չէր այդ պերաշկին առանց սոխի։ Բանը 2300 հատ պերաշկի անում 350,000 դրամի։ 2300 հատ պերաշկի ալեն այդ օրը երեկոյան կերելա թե չէ։ Կամ այդ ասեցի որ այդ օրը իր նշան դրեկն է։ Դες նշանադրություն հարսանեկան խնջույքներից հետո տորթ են, չէ՞ կտրում որպես կանոն, տենց բան, տոնական բան։ Ես ոմանամ այդ օրը տորթ է եղել, իր նշանածը իր այդ տորթա կտրել, թե կորժիկ։ Հետաքրքիր է, էլի։ Օրինակ այն կառավարական ամառանոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Ալեն Սիմոնյանը ապրում են, մեկ օրվա պահպանման ծախսը կազմա մոտարապես 1,700,000 դրամ, այդ իլը հին տվյալը 24 թվի բյուջեով, ամեն տարի այդ ծախսերը ավելանում է։ Ասենք, ստե երրորդ մասի շուկայում այդ կուկուռուզը, որ խաշած չի, սովորական, ջևան կարող է Դիլիջանի պավարում 100 դրամ է կարծեմ։ 17 տոննա կուկուռուզ անում, իրանց մի օրվա ծախսը, որ իրանց վրա մենք բոլորս կատարում ենք պետության, 17 տոննա կուկուռուզը 10 մի հատ անասնապահական ֆերմայի, էդի մի տարվա պաշարը, ու ասենք այդ 17 տոննա կուկուռուզ ուտող անասուն էդի գիտես, ասենք ինչ կատնատվություն կունենա, ինչ մսատվություն կունենա, շատ լավ արդյունք կստացվի, էլ ասենք, եթե տանես մի գյուղում այդ անասնապահական ֆերմալի, այդքան կուկուռուզ առնես տաս, պետական աջակցություն։ Բասենք այդ դրանց կերածը, Գևորգ Պապյանի կերածը, մեկ էլ ասենք այն հորթի կերածը, նույնն է, դա լրիվ ուրիշ արդյունք է տալու։ Բայց ուզում եմ անամեն չէ դրանց կերակրում, եթե կարան տանեն նորմալ տնտեսությունների, այս ինչին է ասածս վերաբերում, որ սրանք այդպես ձև են տալի իբր հասարակ բանի կյանքով ապրելու, բայց իրականում թալանում են այս ժողովրդին։ Գնացել ասում է, մենք բան ենք արել, ասֆալտ ենք արել, ասում է մեզ գով եք, նույն ասում ախպեր ասֆալտ դու չես արել, որ քեզ գով ենք, էլ 17 թվին են արել, այն 17 թվի անողիներ ոնց որ թե դժգոհել ենք, ճամփել ենք։ Հիմա դու եկեք կանել ես դրա արած ասֆալտի վրա, ասես ինձի գով եք։ Բայց քեզ պիտի գով ենք, կլինի եթե Ստեփանակերտի ասֆալտի վրա։ Օրինակ ես շատ ուրախ կլինեմ, որ այդ ավտոբուսը ուղղություն վերցնի դեպի Ստեփանակերտ։ Բայց իրանք են չի ասում, խաղաղության խաշմերուկ, ճանապարհները պիտի բացվի։ Օրինակ ադրբեջանցիները երկու խմբականակ են Արեգ Քոչինյանը բերել է Հայաստան, չէ՞։ Հիմա Հայաստանից բաների հայ հասարակության ներկայացուցիչների այցի հերթն է, չէ՞, որ դետան Ադրբեջան։ Կլինի Արեգը նստի այդ ավտոբուսի դեմը քշեն Ադրբեջան։ Նո ասենք թեկուզ հայկական հատվածը Ստեփանակերտ։ Մենք տնեք ունդից ուղի եթերներով ասեն էլի թե իրանք ինչն են ցույց տան հերթով, ինչն են անձնել Ադրբեջանի։ Եթե ասենք մի հատ դպրոց են գնացել համաշխարհային բանկից վերցած վարկով կառուցել, պատերը ներկե մտե դրա զուգարանը, դու մտել այդան ցույց տան թե քանի դպրոց են հանձնել իրանք Ադրբեջանի։ Մեր ժողովրդի կառուցած, ստեղծած, վերանորոգած։ Հիշում եք 2020 թվականին սրանք որ Սահմանադրական հանրաքվեի Քարոզ Արշավեին անում ինչ բուկլետ էին շրջանառում, մոտս պիտի լինի, ես մոտ պահել եմ, հիմա կարի չեմ տեսնում սեղանից։ Այն հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով, որի վրա Հայաստան ու Արցախ էր պատկերված։ Այո, հիշում եմ։ Բայց ընդամենը 6 տարի անց է, հիմա պատտվում են, այն մի հատվածը արդեն չկա, հիմա բռնշկաներ է բաժանում, մենակ, ասենք, Հայաստանի կեսն է վրան։ Արցվաշենն էլ չկա։ Բա դեն Արցվաշենն Լենա Նազարյանի մոտ այդ հատվածը ոնց որ ընդից էին վերցել։ Ասեք Լենա Նազարյանը դեթեկնացուչ չի առաջադրել, ասեցի։
Բասիկ մեկը պիտի հարցնի, չէ՞ դրան, ասի լսի։ Բան մեկ քարոզարշավի մի քարտեզ ես բերում, մեր երկի կես դրանից պակասում է։ Այսպես դու իշքան պիտի այս երկիրը պակասեցնելով շարունակես քո արշավը։ Կլինի այլևս դադարեցնես այս հայրենիքը թշնամուն հանձնելուց։ Որտեղ իր ամեն մի օրվա պաշտոնավարում էտա չէ նշանակում։ Գնացել է Արցախցի կնոջ միթան բանը, այդպես օգնում է որ Թիմուրը եւ իր ջոկատը օգնում են մեկը չի ասում, այդ Արցախցի կնիկը ընդ ինչ գործ ունի։ Ընդհանրապես ինքն չի անդե, այլ ոչ թե Արցախում։ Բա որ դու եկար իշխանության, հələ նույնիսկ 2023 թվականին, երբ որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ էր Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո 23 թիվն եմ ասում, չեմ ասում 18 թիվ, 19 թիվ, մինչև պատերազմ, 23 թիվ։ Ինքը ինչ էր ասում, չէր ասում արցախցիները Արցախում անվտանգ ապրելու բոլոր հնարավորությունները ունեն, երաշխիքները կան։ Բայց կնոջները չէ դա վերաբերում։ Հիմա եկել ես դրա սունկաները վերցնում ես, ասում ես դե գնաս դե ժինգալով հաց սարքի ապրի։ Այդ հիմա ես ասում, բայց եկող տարի ինչ ես ասելու։ Պարոն Ղազարյան, մի թեմայի էլ անդրադառնանք, Ադրբեջանի արտգործնախարարությունը մի այսպես կոլաժ էր տարածել դրոշների, որոնց շարքում կար նաև Հայաստանի Հանրապետության դրոշը, եւ շնորհակալություն էր հայտնել այդ պետություններին, որովհետեւ վերջիններս ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտել են Իրանի հարձակումը Նախիջևանի վրա, այն պարագայում, երբ որ Իրանի պաշտոնյաները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, պաշտոնական Թեհրանը չի ընդունում, որ իրենք ուրեմն անօթաչու թռչող սարքով հարվածել են Նախիջևանին։ Սա դիվանագիտական քայլ է, սա ճակատագրական, այսպես արկածախնդրություն է, ինչպես կբնութագրեք։ Սա առաջին հերթին ճշտամական վերաբերմունք է Իրանի նկատմամբ, որովհետև այո, եթե Իրանը չի ընդունում, որ ինքը հարվածը հասցրե, ու ասենք ոնց է աջակցություն հայտնում Ադրբեջանի արտգործնախարարությանը, որ ինքը դատապարտում է Իրանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ, երբ որ Իրանը նման ագրեսիա չի արել։ Ու հայաստանյանց ոչ մի պաշտոնյա Հայաստանից չի խոսել Իրանի արտգործնախարարության հետ, դա պարզի հաստատի տեղեկությունը եւ այլն։ Դու մի անգամից շտապում ես Ադրբեջանին քո զորակցությունը հայտնելու։ Դա ճշտամական վերաբերմունք է նախ Իրանի նկատմամբ եւ գենթակայության բովանդակություն արտահայտող վերաբերմունք է Ադրբեջանի նկատմամբ։ Այն պետության, որը որ մեր երկրի տարածքա հիմա ըստ նույն Արարատ Միրզոյանի, ով որ իր աջակցությունն է հայտնի Ադրբեջանին։ Արարատ Միրզոյանը հայտնել է ազգային ժողովում, որ Ադրբեջանը մի երկիր է, որի Հայաստանի ինքնիշխան տարածքներից տարածքա զավթել եւ հիմա գտնվում է իր վերահսկողության տակ։ Նույնիսկ թվեր է ասում, չէ, 130 կիլոմետր քառակուսից մինչև 200։ Ու չպարզված հանգամանքներում 2 հատ ԱԹՍ անգել Նախիջևանի տարածքում, որոնց մամուլում հրապարակումներ կային, չգիտեմ ինչքանով են հավաստի, որ դրանց վրա ինչ-որ ադրբեջաներեն գիրառումներ ա եղել։ Ու տրամաբանությունը հուշում է, որ մեծ հավանականությամբ դա հենց ադրբեջանական սադրանք է, իրանք են դա արել, որպեսզի ինչ-որ ձևի Իրանի վրա հետագա ռազմական գործողություններ իրականացնելուց իրավական հիմքեր են ստեղծում իրանք իրանց համար, իմ կարծիքով էլի, իմ տրամաբանությամբ դա տենց է։ Առավել ևս, որ Իրանը դա չի ընդունում եւ Իրանը հաստատի նման շահ չուներ։ Իրանը հիմա եթե հարևան երկրներին հարված է հասնում, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրանք այդ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ որևէ պրետենզիաներ չունեն, իրանք հարվածում են միայն այդ երկրների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Քանի որ Ադրբեջանի տարածքում, այդ թվում Նախիջևանում ամերիկյան ռազմաբազա չկա, Իրանը ոչ մի շահագրգռվածություն չուներ եւ չի կարող ունենա Ադրբեջանին հարված հասցնելու, առավել եւս քաղաքացիական նշանակության օբյեկտներին, օդանավակայանի տերմինալին կամ դպրոցին։ Ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը, որը ամբողջ ժամանակ գտնվում է այդ դավաճանաբուսում,
ու այս պատասխանատու ժամ ընդ որում ի թիվս անվտանգության խորհրդի անդամներ հանդիսացող նաև պաշտպանության նախարարի, վարչապետի, անվտանգության խորհրդի նիստերի մշտապես մասնակցող, բայց այդ խորհրդի անդամ չհանդիսացող այժմ նախագահի այդ ավտոբուսից զանգելա փաստորեն Ջերում Բայրամովին շնորհակալ բանա, իր երախ, չգիտեմ, աջակցությունն է հայտնել։ Ասեք աջակցությունը ինչ պիտի լինի, որ երևի մենք է պիտի ըստ իրանց հարցակվենք բանի վրա, էլ Իրանի վրա։ Եվ պարոն Ղազարյան, վերջին հարցը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ով նաև տեխնացու է եւ մասնակցելու ընտրություններին, սկանդալային բացահայտումներ արեց, որ Ադրբեջանը փաստորեն առաջ է եկել այն հատվածներում, որոնք նախկինում չկային, հա, նոր ներխուժումներ են եղել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հերքեց դրանք, բայց այնուամենայնիվ ձեզ համար որ կողմն է ավելի արժանահավատ։ Ի վերջո կան այդ ներխուժումները եւ ինչու պետք է Թաթոյանը ստեր նման բան ասելով, թե իրականում չկան, Պապիկյանն է ճիշտ, ինչ է կարծում։ Նախ հաշվի առնելով այդ երկու գործիչների մինչ այժմ արած հայտարարությունները, նրանց նկատմամբ հասարակական վերաբերմունքը, իմ ընկալումները հետեւյալն է։ Մինչև հիմա տես բան չի ելել, որ Թաթոյանը սուտ ասի։ Ես էլ տես բան չեմ հիշում, էլի, որ Թաթոյանը ընդ որում եւ որպես մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ այդ ողբերգական ժամանակաշրջանում էր, չէ՞, ինքը մարդու իրավունքների պաշտպան։ Դրանից հետո երբ որ ամենաշատ ինքն էր այցելում սահմանամերձ բնակավայրերը Սյունիքի հատվածում, երբ որ ադրբեջանցիները մտնում էին մեր գյուղեր եւ այլն։ Հələ ես չեմ հիշում, որ Թաթոյանը եւ որպես մարդու իրավունքների պաշտպան եւ դրանից հետո իր հասարակական գործունեության ընթացքում երբ որ բարձրաձայնում էր անում, թեկուզ միտեղ սուտ ասած լինի, ու դրա հետ միասին չեմ հիշում մի դեպք, երբ որ Սուրեն Պապիկյանը մի բան ճիշտ ասած լինի։ Հիմա այդ երկու համադրությունները որ անում ենք, պարզադառնում, որ այստեղ ավելի արժանահավատ են Թաթոյանի մեկնաբանությունները, առավել ևս, երբ որ Թաթոյանը այն ինչ որ ներկայացնում էր, ես տենց ինչքանով հետևել եմ, շատ ուշադրությամբ տեսել եմ, դա անում էր քարտեզի վրա, կոնկրետ աշխարհագրորեն նշելով, թե որ հատվածներում դա տեղի ունեցել, ինչ դիրքավորում ա եղել եւ նրա ասածները արժանահավատ են նաեւ դրանով, որ եթե ճշտամական գործողությունների շահերի տեսանկյունից ես նայում, այո, Ադրբեջանը բարելավում է իր զինված ուժերի տեղակայման վայրերը ավելի նպաստավոր մեր համար, մեր նկատմամբ գերիշխող բարձունքներում եւ այլն, այսինքն տրամաբանորեն հուշում է, որ նրանք դες բան կանեին։ Իսկ Սուրեն Պապիկյանը մենակ ասում է Արման Թաթոյանը սուտ ասում, դրանից ավելի ուրիշ ոչ մի բան չի ասում։ Դե այդ դեպքում ում պետք է հավատալ։ Ես անկեղծ ասած հակված եմ հավատալու Արման Թաթոյանի եւ առավել եւս Սուրեն Պապիկյանի այս պաշտոնավարման շրջանում, երբ որ ես գիտեմ, որ մեր ամբողջ այդ նոր սահմանը հարյուրավոր կիլոմետրերով դեռևս մնում է չկահավորված, չսահմանազատված, ոչ մի տարական պայմաններ, մեր զինվորները մի քանի հատ այդ բունկերները սարքել են, որը նկարեցույց է հետո պետական գաղտնիքի հրապարակում է, էլի ռազմական բնույթի դեպի ճշնամական դավաճանական գործողություն է։ Այդ մի քանի հատը սարքել են, բայց մնացած ամբողջ սահմանը գտնվում է, ընդ որում գիտեք, չէ՞, այդ ինչ որ սարքել են, դա խորը թիկունքում է, այսինքն դրանք են սահմանի մոտ կառուցված շինություններ չեն։ Այսինքն սահմանային պահպանություն իրականացնող շինություններ չեն։ Դրանք երկրորդ, երրորդ գծում կառուցված կառույցներ են։ Իմ պատկերացումներով, տեղեկություններով ինչքանով որ նաև այլ աղբյուրներից մենք տեղեկացվում ենք։ Իսկ դու սահմանը անտեր վիճակում է, դե ճշնամուներ ինչ է պետք, Պապիկյանի պես նախարար էլի, որ օգտվեն, գան, դիրքավորվեն, տեղակայվեն եւ մեծ հավանականությամբ ես ավելի հակված եմ այդտեղ հավատալու Թաթոյանին, քան Պապիկյանին։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան զրույցի համար։ Մեր հետևորդներին կրկին խնդրում եմ բաժանորդագրվել, ալիքին գրել մեկնաբանություն, հավանել տեսանյութը, մի շնորհանդիպում։